Պարոն Ղազինյան, նախ երբ են ներս մտել իրավապահները, որ մարմինների ներկայացուցիչներն են եղել եւ ինչ խուզարկություն են արել, հայտնի է ինչ են խնդրել, ինչ են ցույցել։ Ճիշտ ասած տեղյակ չեմ, ես էլ նոր եկա, ենթադրում եմ, որ այդ այն քրեական գործնա, որով որ ցանկանում են անձեռնմխելիությունից զրկել, ենթադրում եմ ուղղակի։ Որով են փորձում զրկել անձեռնմխելիությունը։ Այդ Ալիկ Ալեքսանյանն է թողած։ Քանի ժամ են ներսում եղել իրավապահները։ Չեմ կարող ասել, երևի 2 ժամ էլ ամենաշատը։ Նարեկ Կարապետյանը ներսում է եղել ընտանիքյան։ Առավոտյան Ավարտել գնացել են գնել։ Այո, մարդ չկա իմ տանը, մենակ պարոն Կարապետյանն է, այնպես որ ոչ մի բան չեն հայտնաբերել, ոչ մի բան այդպես էլ պետք է լիներ չեն արգրավել, ուզում ասեմ հերթական իրենց շոուն է էլ։ Ինչ կարգավիճակ ունի Նարեկ Կարապետյանն այս նոր բանով, թե Արդեն հայտարարություն եղել է, որ կայան թույլ տվեց մեղադրանք առաջադրել, մեղադրանք է առաջադրված եւ խափանամիջոցներ գիտեք այդ 1 միլիարդը։ Իսկ ոչ մի բան ասում եք չեն տարել դա։ Ոչ, չէին էլ կարող տանել։ Ով է իմանում, նրանց մեր տունել են եկել, իրենք չգիտեն ինչ են խնդրում։ Նկատի ունեմ համակարգիչներ են նայել, ինչ են նայել։ Չեմ կարող ասել, ներսը չեմ եղել, էլի։ Պարոն Ղազինյան, իսկ որ ասում եք հավանաբար անձեռնմխելիությունից զրկելու հարցով, այսինքն դուք Չէ, ասում եմ հավանաբար այդ գործով անձեռնմխելիությունից իրեն զրկել է արդեն ԿՀ-ն։ Դե Ուղղակի ոնց որ կալանավորման թույլտվություն չի տվել։ Շատ լավ, իսկ ինչպես եք ընդհանուր առմամբ գնահատում այս process-ը։ Վախ, ուրիշ ոչ մի բան։ Հաղթող իշխանության ճակերտների մեջ հերթական վախերն են։ Եթե չեմ սխալվում, արդեն երրորդն է խուզարկությունը Կարապետյանն ստանա, այնպես որ դուք էլ Նարեկեն թե ընդհանուր Կարապետյան։ Չէ, Նարեկ Կարապետյանը։ Եթե չեմ սխալվում, մի հատ եղել էր հեծի ժամանակ, այն ժամանակ դեռ, եթե չեմ սխալվում, երրորդն է։ Իսկ դուք ինչ եք կարծում, կամ տեղեկություններ ունեք, եթե արդեն խորհրդարանը ձևավորվի աշխատանքը սկսվի կալանքի հարցով հնարավոր է միջնորդությունը բերի գլխավոր դատախազախորհրդարան։ Չեմ կարող ասել, խորհուրդ կտամ չբերեն, որովհետև գիտեք ԿՀ-ի հարթակը այլ է քննարկելու այնտեղ նամանավանդ որ ԿՀ-ն երբեք համաձայնություն չի տալիս բաց։ Ես օրինակ իմ գործով պնդեցի, որ բաց լինի, չհամաձայնվեցին։ Խորհուրդ չեմ տա, որովհետև այդ բոլոր գործերը, որոնք կան, այդ թվում նաև պարոն Կարապետյանինը, իրենք ծիծաղի առարկա են դառնալու ուղղակի, էլի։ Իսկ ազգային ժողովում գիտեք ոնց է քննարկվում, այո, հարց պատասխաններով, նաև այն անձում նկատմամբ այդ մեղադրանքը կա, ինքը իրավունք ունի խոսելու մի խոսքով։ Հրապարակայնությունը շատ մեծ է։ Իսկ Ընդունած ժամանակահատվածի մասին կուզեիք խոսել, պարոն Ղազինյան, 1 օրից ձևավորվում է նոր խորհրդարանը, որտեղ պետք է ներկայանար նաև Նարեկ Կարապետյանը։ Ներկայանալու է։ Ներկայանալու է երևի։ Սա համարում եք որպես դրան ընդառաջ նոր ճնշումներ եւ ինչպես եք մեկնաբանում մի քիչ շուտ։ Երբ որ մարդ դժվար հասկանալու այդ խնդիրը ունենում, այդ արդեն իր խնդիրն է։ Լավ, այսքանից հետո չհասկացան, որ այդ ձեր ասած ճնշումները չի աշխատում։ Ուղղակի չի աշխատում։ Մեր ուժից ոչ ոք, ոչ վախենում է նստելուց, ոչ վախենում է խուզարկությունից, ոչ վախենում է գաղտնալսումներից։ Ուզում ասեմ, անիմաստ զբաղմունք, տեսնում եք այդ պետական ռեսուրսի վատնման կլասիկ ձև է։ Ամբողջ իրավապահ մարմիններին միատեսքով, միատենքով, առավոտյան, եթե չեմ սխալվում, արդեն քանի ամիս է այդ հակակոռուպցիոնը համար 1-ի տակ է աշխատում, այս ամբողջ իրավապահ մարմինները, այնպես որ Այսինքն, պարոն Ղազինյան, դուք համարում եք, որ այս ամբողջ process-ը ձեր թիմակիցների նկատմամբ քաղաքական հրահանգում է Իհարկե, բնականաբար, եւ մեկ մարդու։ Մնացածը բոլորը կատարողներ են, թող ոչ մի քիչ չթվով իրենք ինչ-որ բան են որոշում։ Իսկ բացի քննչական կոմիտեից ԱԱԾ-ից էլ կային այսօր։ Չեմ տեսել, ես եկել եմ արդեն գնացած անավեր։ Նարեկ Կարապետյանից։ Կտեսնեմ հեսա իհարկե, բայց այս պայդորությամբ չեմ տեսել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։